Ես այս քաղաքացիներից մեկն եմ տուժող։ Այս քաղաքացիների բազմիցս իրենց բողոքի ձայն են բարձրացրել գլխավոր դատախազության դիմաց, քննչական կոմիտեի դիմաց, կառավարության շենքի դիմաց եւ այստեղից նորից քննչական կոմիտե, նորից գլխավոր դատախազություն, նորից այստեղ եւ այսպես։ Մի խոսքով էս տուժած քաղաքացիները էքսկուրսիա են կազմակերպում մեզ համար։ Սա հասկանալի է։ Հիմա Դուք ասեք ինչ եք տուժել, որ կայքի մեջ, ինչ գումար եք տուժել։ Ներողություն, ես հեսա մանրամասը կանդադառնամ, եկեք առաջ թռնենք։ Ես տուժվել եմ Հելոբիտից։ Հելոբիտ ֆինանսական ներդրումային հարթակից, որը գործել է Հայաստանում, ես կոնկրետ թվերով եմ ասում, 2024 թվականի սեպտեմբեր ամսից բարեհաջող կանաչ ճանապարհ են ցույց տվել այդ հարթակին, աշխատել է մինչև 2025 թվականի նոյեմբերը, փաստորեն 1 տարուց ավել, որը ունեցել են բազմաթիվ գրասենյակներ Հայաստանի բոլոր տարածքներում, գրասենյակներ են բացել, բուկլետներ են տպագրվել, բաժանվել քաղաքացիներին, ավտոմեքենաները եղել են լոգոները, բոլոր խանութներում, վարսավիրանոցներում, բենզալեցակայաններում, շատ վայրերում եղել են գովազդ 24 ժամյա ռեժիմով եւ դա տևել է ամիսներ շարունակ։ Հիմա պարոն Սիմոնյանը որպես ազգային անվտանգության տնօրեն հարց եմ ուղղում իրեն, պարոն Սիմոնյան, սա ազգային անվտանգության հարց է։ Ձեր ազգային անվտանգությանը այդ ժամանակ ամիսներ շարունակ որ կողմն է նայել, ոնց չի տեսել այդ ամեն ինչը։ Հուսով եմ, որ պարոն Սիմոնյանը կարձագանքի ինձ։ Կոնկրետ ինչ գումար եք տուժել, ինչ եք կարել, մի հատ բարձ ասեք։ Ես տուժել եմ $12,000 չափով գումար, որը ներդրել եմ Հելոբիտի մեջ։ Եթե դա կարևոր է ասեմ, դա ես կարելի չասեմ, որովհետև այդ բոլոր փաստաթղթերը քննչական կոմիտեում կա, որպես տուժող եմ ճանաչվել։ Ես դա ասեցի հասին պատասխանեցի։ Թող ես իմ մտքերը շարադրեմ։ Հիմա ինչ է ստացվում։ Քննչական կոմիտեն շաբաթը մի անգամ կամ ամիսը մի անգամ մի քաղաքացու կանչում է, որպես տուժող է ճանաչում եւ ուղարկում։ Տպավորություն է ստեղծվում, որ քննչական կոմիտեն գործը ձգձգում է։ Թե ինչա ձգձգում, ես չեմ հասկանում։ Միգուցե կոծկելու համար է ձգձգում, միգուցե, ես դա չգիտեմ։ Գլխավոր դատախազությունում մենք եղանք հանդիպում ունեցանք գլխավոր դատախազությունում։ Հանգամանորեն ներկայացվեց ամեն ինչը։ Արդյունքը 0, որովհետև բոլորը գիտակցում են, որ դա եղել է իրենց բաց թողումը, որովհետև ոնց կարող պատահի, ինչ որ մի կառույց ֆինանսական հսկայածավալ գործունեություն ծավալի Հայաստանի Հանրապետությունում, ես նորից եմ շեշտում, ֆինանսական հսկայական գործունեություն ծավալի Հայաստանի Հանրապետություն եւ չունենա կենտրոնական բանկի լիցենզիա։ Դուք պատկերացնում եք, հարց առաջան, պարոն Սիմոնյան, պարոն ազգային անվտանգության տնօրեն, բա ձեր կառույցը որտեղ է նայել։ Դուք արդեն տուժող ճանաչվել եք։ Այո, տուժող ճանաչել եմ քննչական կոմիտեում։ Պարոն, դուք խնդրում եմ հարցեր մի տվեք։ Մենք այստեղ ենք հարցեր։ Ես շարադրեմ, վերջում դուք հարցերը կտաք։ Ներողություն, մենք շարադրություն չենք եկել։ Մենք ուզում ենք հարցերի պատասխաններ Դե երբ որ ես իմ միտքս կվերջացնեք, պատրաստել, բայց մենք ես որ իմ միտքս կվերջացնեմ, նո դուք հարցերը կտաք, ոնց որ արեցիք պարոն Կարագոզյանին։ Հիմա հարցը սողում եմ գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանին։ Ազգային ժողովում պատգամավոր Հովիկ Աղազարյանը կոնկրետ հարց տվեց Տիկին Վարդապետյանին վերաբերվող կիբերհանցագործություններին։ Տիկին Վարդապետյանը պատասխանում է, որ մենք նման գումարի վերադարձի նման մեխանիզմ մենք չունենք, հանցագործներին կբռնեն եւ դրանց միջոցով կվերադարձնենք գումարները։ Հիմա հարց առաջանում, Տիկին Վարդապետյան, բա այս քաղաքացիները ինչ գործ ունեն հանցագործների հետ։ Դուք պետք է կանխեիք, ձեր կառույցները դա պետք է կանխեր, այլ ոչ թե թողեր, որ ամիսներ շարունակ ծաղկեին եւ բարեհաջող Հայաստանից հեռանային։ Հետևից էլ երևի ջուրերը շփե, որ բարի ճանապարհ ձեզի։ Այսա արդեն Տիկին Վարդապետյանին։ Հիմա անդրադառնամ պարոն Իսախանյանին, Գագիկ Իսախանյանին։ Ընտրությունների ժամանակ, երբ որ քարոզարշավ էր ընթանում, Եղվարդ քաղաքում ես ուզեցա մոտենալ պարոն վարչապետին եւ կիբերհանցագործության հարցը բարձրացնել։ Կտրուկ, որտեղ sense հնարավոր չի մարդիկ խափնվեն թալանեն եւ թալանվեն եւ ոչինչ տեղից չշարժվի։ Իհարկե թույլ չտվեցին, որ ես վարչապետին նման հարցը տայի։ Ես մոտեցա Գագիկ Իսախանյանին եւ ներկայացա որպես ինչքան հասկացա աշխատակազմի ղեկավար։
եւ Գայիկ Իսախանյանը փայլուն միտք արտահայտեց։ Ինձ հարց է տալ, դուք ո՞ր հարտակից եք դժվել։ Ասում Հելոբիտից։ Դե ասում դե դու գումարես դրե դժվել ես, այն մյուսներ գումարա դրե օգտվել է։ Ինչ փայլուն միտք արտահայտեց։ Հիմա ես պարոն Իսախանյանին ուզում ասել, հարգելի Իսախանյան, հարգանքներս ձեզ, առաջի հերթին, որ ձեր եղբայրը զոհվել է իմ որդու հետ միասին, այս երկրի համար։ Դրա համար հարգանքներս ձեզ։ Պարոն Իսախանյան, դե որ այդպես է, բա այդ կառավարությունը ինչի անգել են նախկինների թալանները ուզում վերադարձնի։ Նրանք թալանել օգտվել են, մենք էլ դժվել ենք։ Ուրեմն քվիտ է, մարդկանց թալանվածը վերադարձի թող գնան։ Սա է զուգահեռներ եմ տանում պարոն Իսախանյանի ասացի եւ իմ ասացի միջև։ Կլինի նման ձևով վերաբերվել է ուժած քաղաքացիներին, որոնց որ իրենց վատ աշխատանքի պատճառով մարդիկ դժվել են։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։